Մենք իհարկե գիտենք մեր կառավարության ծրագիրը եւ հետևում ենք դրա կատարմանը, բայց միևնույն ժամանակ մենք նորարարական գործիքներ ենք կիրառում կենսաթոշակների բարձրացմանը հասնելու համար եւ այսօր գործող արդեն մի ծրագիր ունենք, որը հետվճարի համակարգն է, որը ոչ միայն թույլ է տալիս մեր կենսաթոշակառուներին եւ ոչ միայն կենսաթոշակառուներին, այլև բոլոր նպաստառուներին բարձրացնել հենց իրենցից ձեռքով բարձրացնել իրենց կենսաթոշակը եւ նպաստը, այլև նպաստում է ընդհանրապես ծերի վերացմանը մեր հանրապետությունում, ինչը նաեւ հավելյալ գեներացնում է հարկեր, որով էլ նորից վճարվում են այդ կենսաթոշակները եւ նպաստները։ Եվ ես այսօր ուզում եմ այս առիթը օգտագործելով հայտարարել, որ մենք 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերև։ Այսօր գործող 12%-ի փոխարեն մենք այն սահմանելու ենք 20%-ի չափով, որը մոտավորապես միջինում բարձրացնելու է կենսաթոշակները 3-ից 3500 դրամի սահմաններում։ Միջին հետվճարը 12%-ի պայմաններում մոտ 4000 դրամ է, 4000-4100 դրամ, եւ քաղաքացիները, ովքեր ստանում են նպաստներ եւ կենսաթոշակներ, կարող են կրկին ինքնուրույն կատարելով անկանխիկ առևտուր բարձրացնել իրենց կենսաթոշակները եւ նպաստները։ Եվ ես կարծում եմ, որ մենք այս նորարարական գործիքները պետք է ավելի համարձակ եւ ակտիվ կիրառենք, որպեսզի միանգամից մի քանի նպատակի հասնենք։ Կարծում եմ սա շատ կարևոր ձեռքբերում է լինելու 2026 թվականին մեր պետության համար եւ մեր բոլոր կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար, եւ առիթը օգտագործելով ուզում եմ նրանց բոլորին կոչ անել, հատկապես նրանց, ովքեր որ իրենց կենսաթոշակը եւ նպաստը ստանալիս գնում եւ միանգամից կանխիկացնում են այդ գումարը եւ ըստ էության կանխիկ են առևտուր անում, դա չանել, այլ իրականացնել անկանխիկ առևտուր եւ դրանով իսկ նորից ըստ էության իրենց կենսաթոշակի բարձրացման հարցը պահել իրենց ձեռքերում։